Բարև ձեզ հարգելի հետևորդներ, նախ հաղորդում եմ մի քիչ ուշակցում ինտերնետի պատճառով էր մոտս, այն ընդհանուր հաղորդումը, սա հատուկ եթեր եմ մտել, որպեսզի ձեզ հաղորդեմ մի լուր։ Մեզ հետ կապնվել է ԴՕԿ կուսակցության ղեկավար Անուշ Խուդավերդյանը եւ Արտակ Սարգսյանին խնդրելա, որ մենք էլ որպես աջակցություն ցույց տանք ԴՕԿ կուսակցությանը, որը մենք ասել ենք ԴՕԿ-ին Վարդան Ղուկասյանին, որ իրեն ձերբակալել են ԱՄՆ-ում։ Եվ մենք, ես խնդրում եմ իմ եւ Արտակ Սարգսյանի անունից, Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության անունից, մեր հետևորդներին խնդրում ենք ձեզ, հարգելիներս, մտեք, հիմա երկու մեյլներ կգցենք, Ամերիկայի դեսպանատան մեյլերն են, տակը գրեք, հայերեն գրեք, ազատություն Վարդան Ղուկասյանին, ինչու բացատրեմ, քանի որ երբ որ ազատություն չլինի Վարդան Ղուկասյանին փոխանցեն Հայաստանի Հանրապետությանը, մենք գիտենք այստեղ ինչ դատավարություն է լինելու։ Ես դիմում եմ իմ հետևորդներին, ոչ թե Վարդան Ղուկասյանի, քանի որ Վարդան Ղուկասյանի հետևորդները ինչ որ պետք է իրենց հետ խոսում է կուսակցության ղեկավարը։ Մենք գտնում ենք, որ Հայաստանի դատական համակարգը արդար չէ եւ ցանկացած մարդու ում գցեն բերդ, այդ մարդու հանդեպ օգտագործելու են տարբեր ճնշիչ, շինծու եւ այլ գործեր։ Խնդրում եմ ակտիվ եղեք, ես հիմա տակը կհայտնվի մեյլը, երկու մեյլ կա Ամերիկայի, այդ երկու մեյլը Ամերիկայի դեսպանատանն ու դատարանին է, մարդը ձերբակալված է, գրեք ազատություն Վարդան Ղուկասյանին։ Այսքանը որպես մեր կողմից մարդասիրական օգնություն, քանի որ մենք ասեցինք, որ մինչև չճշտեն կուսակցությունից չզանգեն, մեզ չասեն, մենք ով ենք ինքնագլուխ բան անենք, ինչպես որ ել եմ կրկնում Բելայի դեպքում, մենք չենք բարձրաձայնելու, որ մարդուն վնաս չտանք։ Հիմա գոռում եք, բայց ոչինչ չեք անում։ Մենակ իմ հետ ջիտակ 800 հոգի հայոյանք էր գրել, 300 հոգի շնորհակալություն։ Այդ հայոյանքով չի ամեն ինչ որոշվում։ Կա ձև, կարող եք մտնել, նայել, հենց այդ մեյլը հավաքել, տակը գրել։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորիդ, քանի որ եթե Հայաստանը լիներ այն երկիրը, որտեղ լիներ մարդավարի դատավարություն, այսօր Արտակ Սարգսյանը մի տարի արդեն բռնված չէր լինի անհիմն շինկու գործի վրա։ Եթե Հայաստանը լիներ օրինական պետություն, Հրանտ Բագրատյանը մի վայրկյան առաջ բռնին, կես ժամ հետո դուրս չէին թողնի։ Եթե Հայաստանը լիներ օրինական պետություն, Քոչարյանն ու Սերժը ազատ չէին լինի, դրա փոխարեն Բիլյան Արմենին ցմա Նիկոլը չէր սարքի, ես իմ Գասպարյան Սերոպին չէին տանի մտցնային Բերշինցու եւ շատ մարդկանց էլ։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորիդ, հիշեցնեմ, որ սա հատուկ եթերն է, գրեք ազատություն Վարդան Ղուկասյանին Ամերիկայի դեսպանատան եւ Ամերիկայի մեյլերի տակ։ Շնորհակալություն, ստեսություն ձեզ։